Թող փառավորվի մեր Տեր Հիսուս Քրիստոսը, սիրելի Աստծո ժողովուրդ, որ մեզ կրկին ու կրկին հավաքել է իր Սուրբ Խորանում, իր Սուրբ անարատ խոսքերը մեզ մատուցանելու եւ սրբությունը մեր մեջ կատարելագործելու։ Թող փառավորվի Տերը։ Օրինակ, ինչի համար եմ այսօր խոսալու հոգու մկրտության եւ նրա նշանների մասին, որտեղ մի քանի օր առաջ իրականի շատ տարատեսակ աղանդավորներից աղանդավորական կազմակերպություններից արդեն գալիս են, հանդիպում են, խոսում ենք, զրուցում ենք, բացվավ Սուրբ Հոգու մկրտության թեմա։ Ժողովուրդ, Հայաստանում եղած շատ աղանդավորական եկեղեցիներ լրիվ ծուրն են մեկնում իրականից հոգու մկրտության թեման։ Եվ Աստված դրել էր սրտից, որ պետք է խոսեի այս թեման, որ հասկանաք, որ մի հավատացյալին, որ ինքը 100% մկրտված է համարում, երբ կարդում եմ Մարկոս 16:15-20, Հովանու 14:8-15, իրականից, որ ուշադիր նայում է, ասում է իրոք ես մկրտված չեմ։ Բայց ձեզի խաբել են խոլոկ ասելով չի մկրտված եմ, բա որ մկրտված ես, ուրա պտուղները, լավ դու մկրտված ես, եթե Տերը նույնն է երեկ այսօր ավիճան, հինը հանող ու Քրիստոս հագնողը նույն գործերը պետք է անի, ինչը որ ինքն արե, սա է մկրտվել։ Մկրտվել բառը նշանակում է ընկղմվել, ջրի մեջ կընկղմվես թե Սուրբ Հոգու, դու միատեսակ ես ընկղմում։ Հիսուսը ոնց ընկղմել է ջրի մեջ, մենք այդպես չենք ընկղմում։ Նույնատիպ, լավենի Հորդանանում ա մտել, մենք Սևանա լճում կամ բասեյնի մեջ, կամ վեր ջրակուտակի մեջ, ինչպես Փիլիպոսը Եթովպացի ներքինին մկրտեց։ Նույն ձևա չէ մկրտվել, բա ինչու հոգու մկրտությունը պետք է տարբեր լինի Պողոսի, Պետրոսի կամ Հիսուսի մկրտությունից։ Այդ զորությունը նույնն է, այդ ջուրը նույնն է, գործը կատարողը Սուրբ Հոգին է։ Ասում եմ սիրելի եղբայր, ինչու քո հետ չի գայլում Գործ Առաքելոցի 3:1-10 նշանները, Գործ Առաքելոց 5:12-16 նշանները, Գործ Առաքելոց 19:11-16 նշանները, Մարկոս 16:15-20 նշանները եւ Տերը անոնց այդ գործակից էր։ Խոսքը կհաստատեր այն նշաններով, որոնք անոնց հետ քայլում էին։ Ասում եմ Տերը նույնն է երեք այսօր եւ ավիճան, այո եւ ամեն։ Բա ինչու ձեր օրերում նույնը չէ։ Բա ինչու ձեր եկեղեցում նույնը չէ, ասում եմ եսիմ։ Հենց որ կարդում եմ, ասում եմ դու ըստ քո խշպտանքի ասա, ոնց հասկացար, դու մկրտված ես թե չէ, ասում եմ չէ։ Բա ինչ ես, ասում եմ չգիտեմ։ Բայց մի ժամ առաջ ասում եմ ես մկրտված եմ վեր ջրով հոգով։ Ասում եմ, բայց տեսնում ենք ասի կոտնակեր չէ, մեռել է։ Դրա համար հոգուս պարտքը համարեցի, որ կրկին խոսեմ հոգու մկրտության մասին, մենք շատ ենք խոսել։ Ու թեկուզ ամիսներ, տարիներ առաջ, բայց կրկին խոսելը մեր համար ձանձրույթ չի, ապահովություն է, որտեղ Սուրբ Գրքի խոսքը պետք է մատուցանենք ձեզ։ Ուրեմն գրեք վերնագիրը, հոգով մկրտված սրբերի ճշմարիտ նշանները, ինչ նշան պիտի ունենա, ինչ պարգևներ, ինչ Սուրբ գրային վարքագիծ, եթե սա չունի ծեր մկրտված հովիվը, ու սրանք հովիվներ են, ով մկրտված է նա հովիվ է արդեն, նա լրիվ կարա հովություն անի եւ Տերը նրան օգտագործելու է իր անունի փառքի համար, բայց այդ եկեղեցին համարյա բոլորն ասում են մենք մկրտված ենք, բայց անիծում են, հարսուկի սուրծունքի են գալիս աղոթելու, իրար անիծում են, իրար հայոյում են, իրար ծեծում են, գողանում, խափում եւ ստում են։ Էսի մկրտության նշաններ, հա? Այդպես բանա գրած Սուրբ Գրքում, որ մկրտված եղբայրը կամ քույրը կանիծի, կհայոյի, կծեծի, կխափի, ոչ։ Հիմա ես քեզ ցույց տամ Տիրոջ հոգիով, ինչ պիտի ունենաս։ Իսկ դու ըստ քո խշտանքի հարստու, դու համապատասխանում ես այս նշաններին, ուրեմն մկրտված չես։ Եթե Սուրբ Գրքի նշաններին չես համապատասխանում, նրա համեմատ գործեր չես գործում, ամեն, ինչը մկրտվելուց հետո արավ Պետրոսը, Պողոսը, Հովանեսը, Հակոբոսը, Փիլիպոսը եւ շատ բարձրալի սրբեր։ Ամեն։ Իմ խոսքին դու մի լսի, Աստվածաշնչի խոսքը ընթերցելու եմ, մկրտության նշանները ու դու Սուրբ Հոգուն հարստու, դու մկրտված ես թե չէ։ Եվ բոլոր աղանդներից եկածներն ասում են մենք մկրտված չենք, մեզի խաբել են,
բայց ինչի համար են խաբել, որտեվ իրանք այդ հովիվները մկրտված չեն եւ բնականաբար պետք է Սուրբ Օգու մկրտությունը խեղաթուրեն։ Մի բան պետք է սարքեն մկրտություն, որ ժողովրդին ցույց տան, թե ատիկա ունեն, բայց ինչ ձևի կխեղաթուրեն, խոսքը չեն կարա պտուղներն ու պարքևները խեղաթուրեն, ամեն։ Վերջը մանուկը կտեսնի, որ սա դնում է հիվանդի գլխին աղոթում է, հիվանդը չի բուժվում, մեռնում է։ Բայց սա պետք է գար, եթե եկեղեցուց մեկը հիվանդ է, եթե եկեղեցում կամ մկրտված երեց, կամ հասուն հոգևորական, պիտի կանչի այդ երեսներին, հավատքով եղած աղոթքը պետք է բուժի հիվանդին, եւ եթե մեղքել գործել է, պիտի ներվի անոր, ամեն, էսի ձեր սուրբ գրքից եմ չեք կարդում Հակոբոսին 14:16, ձեր մեղքերը իրարու խոստովանեցեք եւ աղոթք արեք իրարու համար, որ բժշկվեք, ինչու ես եկեղեցում կատարվում է, բայց ձերը ոչ, հարց եմ տալիս, մա եսիմ, շեղվել եք գրքից, թողել եք Աստծուն, եւ ձեր մեջ որ թե Տիրոջ բժշկարար Սուրբ Օգին է թագավորում, հապա կրոնի դևի ոգին։ Դրա համար ձեր մեջ վխտում է ցավերը, ձեր մեջ շատ է հիվանդությունները, ձեր մեջ շատ է աշխարհասիրությունները, բամբասանքները, դատերը, կուչկալիները, հարուստ քյասիբ գցելը, ամեն, հասարակաշ չլինելը։ Սա ճիշտ ես։ Դասում դու աղանդ ես, դու քրքից շեղված աղանդավոր ես, իսկ մենք Սուրբ գրքով շարժվող տաղանդավոր սրբեր ենք, աղանդ, տաղանդ, շատ հետաքրքիր է, չէ՞, ինչու՞։ Հիմի հարցրակ է, դու աղանդավոր ես, թե տաղանդավոր պարգևները ստացած Սուրբ։ Հիմա Սուրբ գրային համարներով Սուրբ Օգին ձեզի կբացատրի։ Ուրեմն օգով մկրտված սրբերի ճշմարիտ նշանները, վարքագիծը։ Մարկոս 16:15-20։ Սա չնչին համարներ եմ կարդում, բազում համարներ կա, հին ուխտից եւ նոր ուխտից, անգամ դու հին ուխտի մարգարեների զորությունը չունես։ Դու վերի զորությունով չես զգեստավորվել։ Դու իսկական մկրտության զորություն չես ստացել, որ գործ կառաքելոց 10:38-ը կընթերցեմ, ինչ ասում։ Հիսուս, որ Նազարեթից էր, Աստված օծեց նրան Սուրբ Օգով եւ զորությունով, որ պտտեցավ բարիքներ ընելով եւ սատանայեն բոլոր տանջվածները բժշկելով, ամեն։ Հիմա գրեք Քարոզի բնաբանը հաստատող համարները։ Մարկոս 16:15-20։ Սիրելի հոգի, եթե կզգաս, որ մկրտված չես, կհամոզվես, զանգի, մենք ես մկրտության ճանապարհը ցույց կտանք, պաստառի վրա գրված համարին, թե WhatsApp-ով, թե Viber-ով եւ թե ուղիղ համարով, ամեն, բոլոր ճանապարհները ցույց կտանք։ Նրանից հետո կուզես անձդ իր բոլոր կուրքերով խաչելով այդ ճամփեն քայլես, թե ոչ, դա կմնա քո խշմտանքի, ամեն, բայց մենք 100% քո բուժման ճանապարհը քեզ ցույց կտանք եւ մոլորության ճանապարհից էլ դուրս կհանենք, եթե փափագես։ Մարկոս 16:15-20։ Հովանու 14:8-15։ Այս երկու համարները կարդում եմ, ասում եմ, դե ըստ այս երկու համարների դու մկրտված ես, ասում եմ, ոչ, մենք խաբված ենք ելել։ Դու ընթերցի Մարկոս 16:15-20-ը եւ Հովանու 14:8-15-ը, մեկ էլ գործ կառաքելոց 3:1-10-ը այդ նշանները քայլում են եւ 5:12-16-ը։ 10:38-ը եւ 19-ի լրիվ գործն ասա, 11:16-ը, գործ առաքյալների, ինչու է գրվել ավետարաններից հետո, որ դու տեսնեք ինչպես ավետարաններում այդ գործն ու նշանները քայլեց Հիսուսի հետ, այդ նույն գործերը քայլում է Սուրբ Օգու զորությունով առաքյալների հետ։ Եվ այդ նույն օգու զորությունը նույնն է բոլոր դարաշրջանում պիտի քայլի եւ մեզ հետ։ Եվ եկեղեցին պիտի սրբանա, զորությունից զորություն գնա, ամեն ցավ հիվանդություն բժշկի եւ դևերին խորտակի, Տերը խորտակի մեր ոտքերի տակ։ Ամեն։ Ըստ Եբրայեցիս 13:8-ի Քրիստոսը նույնն է երեք այսօր եւ ավիթյան։
դե գնա ու քննի ով սիրելի հոգի։ Հիմա ընթերցում եմ Հիսուս Քրիստոսի խոսքերը Մարկոս ավետարան 16-րդ գլուխ 15-ից 20 խոսքերում։ Կարճ բացատրում է ով է մկրտվածները, ովքեր են մկրտվածները եւ ինչ նշաններ պիտի հետևի նրանց։ Այն նշանները, որ Հիսուսն արավ եւ Հովանու ավետարանում ասում է դրանից ավելին մկրտված սրբեր դուք պիտի անեք, ամեն։ Որտեղ հենց Հովանու ավետարանը գրել է մկրտված սրբերի հետ քայլող վարքագիծը։ Բայց սիրելի ովիրներ դուք չքննեք, ինչու ձեր հետ չի քայլում, եւ որ ձեր հետ չի քայլում, ձեր հետևորդների հետ բացարձակ չի քայլելու։ Ըսավ անոնց. գացեք բոլոր աշխարհը ու ավետարանը քարոզեցեք բոլոր ստեղծվածներուն։ Ան որ ուրեմն մկրտված սուրբը նստել չի կարա աշխարհով մեկ պտի պտտի, ամեն ինչպես ես Գավառից սկսեցի։ Գավառ, Երևան, Հայաստանի տարբեր գավառներ եւ հիմա աշխարհի տարբեր գավառներ։ Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Հունաստան, ԱՄՆ, Լոս եւ Հոս։ Անը նույնը գրված է Առաջի Տիմոթեոս Թեոս 3:16։ Հասկանում եք, թե ինչ ճանապարհային քարտեզ է տալիս Պողոսը Տիմոթեոսին։ Ասում է սա ունեցի, որ հիմա ճշմարտության եկեղեցին ճշմարտության սյունն ու հաստատությունն է, թե ոնց ես եկեղեցու մեջ քայլելու։ Հիմա շատերս գիտեն, թե Հիսուսի համար է, բայց հիմա ընթերցեմ, իմացեք, որ սա մեր համար է։ 3:14-ից ընթերցեմ, մինչև 16-ի վերջ։ Այս բաները կգրեմ քեզի, թեև կհուսամ, որ մոտերս քեզի գալ ու շատ ինչի մարա գրում, իսի դու մենակ մի բառը մի վերցրեք։ Գրում եմ, որ իմանաս ոնց քայլես, ճանապարհային որ քարտեզով երթևեք ես հոգևոր ճանապարհներն, ամեն, մինչև հասնես երկինք։ Որպեսզի եթե ուշանամ, գրում եմ քեզ, ասում եմ, եթե ուշանամ, կամեթամ երկինք, դու ես քարտեզով իրար գաս։ Որպեսզի եթե ուշանամ, գիտենաս, թե ինչպես պետք է Աստծո տան մեջ պտտիս, որ ճշմարտ, որ կենթանի Աստծո եկեղեցին է, ճշմարտության սրբության սյունն է ու հաստատությունը։ Ճշմարտության սրբության հաստատությունն է եկեղեցին, ամեն, ոչ թե մեղսալիության, դիվահարության, հիվանդության, ցավերի հաստատումը երկրի վրա, ամեն։ Հիմի աղաններն տենց։ Ուրեմն որ ճշմարտության սյունն է ու հաստատությունն է, հայտնապես մեծ է Աստվածպաշտության խորհուրդը, Աստված մարմնով հայտնվեցավ։ Հոգ իմ մեջ, հիմա իմ վրա բացատրեմ, Պողոս իր վրա է ասում, հեսի գիտեն, թե Քրիստոսի հայտնվելն է ասում, այո, Քրիստոսի հայտնվելը իմ մեջ ինչ փոփոխություն է կատարում եւ ինչ ձևի պետք է ծառայի Աստծուն, ամեն, այդ Քրիստոսը ընդունած, հինանած ու Քրիստոսը հագած Սուրբը, սպասավորը, որտեղ Տիմոթեոսը եպիսկոպոս էր այս ժամանակ։ Հայտնապես մեծ է Աստվածպաշտության խորհուրդը։ Աստված մարմնով հայտնվեցավ մեր մեջ, հոգիով արդարացավ, մեզի հոգով արդարություն շնորհեց, հրեշտակներուն երևցավ իր կատարած գործերով, որ մեր միջից պիտի կատարի ու կատարում է, հեթանոսների մեջ քարոզվեցավ, այդ հրաշքները ցույց տալով հեթանոսների մեջ քարոզում ենք ամբողջ Հիսուս Քրիստոսի ավետարան ու ամեն ցավերի բժշկում, աշխարհից ընդունվեցավ, ամբողջ աշխարհի տարբեր ծայրամասերում դու պետք է եկեղեցիներ ծնես ու սնես, եւ փառքով էլ վերջում գործ ավարտելուց հետո կգնա եւ իր հոր կողքը կլինի։ Թեկուզ սա Հիսուսի վրա են վերագրում, բայց Հիսուս հեթանոսների մեջ չի քարոզե։ Այո, հիմա հոգով մեր միջոցով քարոզում է, բայց սա ճանապարհային քարտեզն է, կարանք Հիսուսի վրա էլ վերցնենք, որտեղ Հիսուսն էլ է բարի հովիվել է, բայց որ Հիսուսը հեթանոսներին չի քարոզե, սա փաստում է, որ բոլոր քարոզիչներին է վերաբերվում, թե ինչ ձև պետք է գործես, ծնես, սնես, սորեցնես, պարապես, աշակերտները մարզես, զորացնես, կրթես, ուղարկես եկեղեցիներ հիմնելու եւ հոգիներ դարձի բերելու, ամեն։
Սա է որ ասում է ձեր բոլորի վրա որ ներդրում եմ արել որ դուք մարդոց որսորդները լաք եւ կատարեք այն գործ ինչը որ ես եմ փափագում ամեն դե հիմա լսեք էսի կարդացի որ տեսնեք Քրիստոսը տարբեր դարաշրջանում թե Հիսուսի միջոցով իրան բուն բերանից է Տերը խոսե թե տարբեր առաքյալների միջոցով Քրիստոսը ինչ է մեզանից պահանջում ամեն մարդոց որսորդը լաս գնաս աշխարհից հոգիներ փրկես այնքան կարը թաքցրողին մցրեցին կրակի լիճ ես չեմ ուզում Սուրբ Օգու քանքարը առնեք ու թաքցնեք դուք մեծ դատաստանի եք ենթարկվելու Դե հիմա տեսեք, Սավանոնց գնացեք, սա բոլոր քույրերին ու եղբայրներին է վերաբերվում։ Հայաստանում ամենաառաջին ավետարանիչները, որ գցես տրտադի ժամանակ, եղել են Ռիփսիմյան կույսերը, որոնց անունը Ռիփսիմեն Շավակաթը Գայան են, հիմա նրանց անունով կռատներ են շինել։ Որ ժամանակին դրանք եկեղեցիներ էին, հիմա կռատուն են դառը, ինչի համար։ Եկեղեցի նշանակում Աստված եկեղեցի, Աստված եկ մեզ այցի, եթե եկեղեցիներում սրբությունը չկա, հեղի տամպես գրվել է իքաբոտ, փառքն ու զորությունը եւ սրբությունը, հեռացած եւ վերացած։ Հիմա ասու համար եկեղեցիա այն հավաքատեղին, այն ժողովարանը, նա կներկայանա այն ժողովարաններում եւ կբժշկի նրա ցավերը, ովքեր օքիով ու ճշմարտությունով անգամ կավակվեն անասնագոմում Դաշտի մեջ, ծովափում, ոչ թե եկեղեցի անվանվում է քարեշինությունը, եկեղեցի անվանվում է սուրբերի ժողովատեղին, կլինի դաշտ, կլինի ծովափ, կլինի այգի, Գեթսեմանի պարտեզ, թե անասնագոմ, կարևորը սրբությամբ պաղապ։ Ուրեմն գնացեք բոլոր աշխարհը, ավետարանը քարոզեցեք բոլոր ստեղծվածներուն։ Ան որ հավատա ու մկրտվի, սա օգու մկրտությունը նկատի ունի ոչ թե ջրի, որտեղ ջրի մկրտությունը զորության գործերի հետ բացարձակ կապ չունի։ Ջրի մկրտությունը լոկտես է, որ դու ուխտ ես անում գնաս քեզ թաղես ավետարանի ջրերի մեջ զորանաս, ամեն։ Սա հոգու մկրտությունն է խորհրդանշում։ Ան որ մկրտվի, չի ասում Հիսուսի անունով։ Մկրտվի հինը հանի Քրիստոս ակնի նոր արարած դառնա։ Ան որ մկրտվի պիտի փրկվի եւ ան որ չհավատա պիտի դատապարտվի։ Եվ անոնք որ կհավատան ու կմկրտվեն, էսի էլ չի գրում մկրտությունը։ Այս նշանները անոնց հետ պիտի երթան։ Իմ անունովս դևեր պիտի անեն, սիրելի Քրիստոնյա քույրիկ ու եղբայր, որ քեզ մկրտված ու հաղորդության անդամ ես համարում, ու հիվանդ ցարագեր դիվահար ես, հիմա նայի, ինչ նշաններ քեզ պիտի հետևի, իմ անունովս դևեր պիտի անեն, ոչ թե իմ անունով այդ սուրբը անցնի դևերը որնալով պիտի փախնեն, ինչպես գործքում է գրված, ճիշտ է, Այդ սուրբը ներկայացավ այդ վայրը ցավերը պիտի հեռանան, եթե դու ինը հանած Քրիստոս ակած կրքերդ խաչած ներքինացած սուրբ ես։ Ինչպես Գաղատացիս 3-ում է գրված 27-28։ Անոնք որ Քրիստոսով մկրտվեցան, հինը հանեցին ու Քրիստոս ական։ Արալու եք չկա, ծառը ազատ չկա, Քրիստոս է ամեն բանի մեջ, սեռական կրքերը եւ բոլոր չար կրքերը խաչած են մկրտված սրբերը ամեն։ Բայց այսօր ասուտի սուրբերը 85 տարեկանում նորից ամուսնանում են իրենց ցից երիտասարդի հետ։ Էսի սուրբա, էսի մկրտությունա։ Անոնք որ կհավատան, չեմ ուզում մեզ ճանապարհից շեղվեմ, որտեղ մենք այդ թեմաները բոլորն էլ խոսել ենք, ամեն։ Ամեն պաշտամունքում մենք բացատրում ենք, որ իսկական սրբերի վարքագիծը ուրիշ է։ Անոնք որ կհավատան այս նշանները անոնց հետ պիտի երթան։ Իմ անունովս դևեր պիտի հանեն, նորանոր լեզուներ պիտի խոսեն ու թարգմանեն, որ մի երկիր մտնեն այդ երկրի լեզվով քարոզեն։ Ես վերջում որ ես Գերմանիայի զգումի դրա բարդությունը, ես խոսում էի քարոզում էին, բայց որ իրականից մկրտության այդ վերի զորությունով ես զգեստավորվեմ,
որ մի երկիր մտնեմ, այդ լեզվով պիտի քարոզեմ։ Էլ թարգմանիչի կարիք պետք չունի, ամեն։ Տեսեք նույն ավետարան ընթերցում է կոմպով, թեովա կոմպում անհոգի է, բայց նույն սաղմոսները, որ ես եմ ձայնագրում դնում, հոգու զորությունը զգացվում է։ Մարդիկ նա ավելի ախորժակով են լսում, քան թե ռոբոտի կարդացած։ Ռոբոտն էլ կարա կարդա, ճիշտ է, բայց ռոբոտը հոգի չունի, այսօր ռոբոտով երգ են երգում։ Բայց զգում ես, որ այն աստվածային զորությունից զրկված է։ Ամեն։ Արհեստական բանականությունով կարան քարոզտան։ Արհեստական բանականությունով կարան գրեն բժշկության մասին քարոզելը, չարտ GPT։ Կա շատ սուտի քարոզիչներից լավ քարոզի, բայց հոգի չունի, դա չի կարա լսողը բժշկվի, ամեն։ Բայց մեր միջի Սուրբ Հոգու քարոզը լսողը հարյուրները, հազարները բժշկվել են ու բժշկվում են, ամեն, որտեղ Սուրբ Հոգին է խոսում ու քարոզում, եւ նա ունի զորություն։ Հիսուսին, որ ասում է Աստված օծել էր Սուրբ Հոգով եւ զորությունով, այս զորությունից զուրկ կա աղանդավորական եկեղեցին եւ չար GPT-ին, որ համայր ամեն բանում արդեն նրան են դիմում անխելքի պես։ Անոնք որ կհավատան, այս նշանները անոնց հետ պիտի երթան։ Իմ անունովս դևեր պիտի հանեն, նորանոր լեզուներով պիտի խոսին, որ մի դիվարի վրա ձեռ դնեն պիտի բժշկվի, ձեռքերնին օձեր պիտի բռնեն, եւ եթե մարի դեղ խմեն, իրենց պիտի չվնասե, հիվանդներու վրա ձեռք պիտի դնեն եւ անոնք պիտի առողջանան։ Ասում եմ եղբայրս անում ես, բայց ինք հիվանդ դիվահար է, ասում է չէ, հիմա դու մկրտված ես, մի մոմենտ կողնում ասում եմ լավ էլ մտածա, սուտ չասես, ախպեր չէ, բայց քե խապել են, բայց ընձելին խապ է, որտեղ բայց իրանք էլ մկրտված չեն, բա ոնց դասավորեն ես օրենքը ընծստեն, որ խայտարակ չլինեն։ Եվ տեսեք ինչ ասում 19 խոսքից այդ Տերը անոնց հետ խոսել են ետքը համբարձավ ու Աստծոյ աջ կողմը նստավ։ Անոնք ելան եւ ամեն տեղ ու ամեն տեղ կքարոզեին։ Եվ Տերը անոնց հետ գործակից էր։ Ամեն։ Ոնց հասկանամ Տերը քո հետ գործակիցը, ով սուտի մկրտված, սուտ սուրբ։ Եվ Տերը անոնց հետ գործակից էր։ Խոսքը կհաստատեր այն նշաններով, շուտով կընթերցեմ նշանները, գործքում ինչ էր քայլում մկրտված սրբերին։ Այն նշանները, որոնք անոնց հետ կերթային։ Ուրեմն մկրտության նշանների 0.1% կնքվածների, հոգով լեսվածների հետ էլա քայլում։ Բժշկության պարգևը ոչ թե շնորհը, մարգարեության պարգևը ոչ թե շնորհը։ Սրա նմանը ունի հոգով կնքված լեցուն սարկավագը կամ ավակ սարկավագ, ինչպես ես ունեմ բժշկության, մարգարեության ու տարբեր աստվածաբանության, առաքյալի պարգևներ գիտեք, որ ես եմ եկեղեցու հիմնադիրը Հիսուսով է։ Տերը ինձ է օգտագործել որպես վեմ, ամեն, վեմի վրա հաստատելա, վեմի մեջ ուղեմ է, ամեն, այդ ճեղի վրա հիմնել է եկեղեցի։ Բայց ես էլ չունեմ մկրտության շնորհներ, ամեն, որ երեսս փայլիս տվերս հազարներին բուժի, բայց մեր եկեղեցին հիվանդ չկա, մեր Աստծո զորության շնորհիվ, թեկուզ սրբերի աղոթն է Տերը առաջնային լսում, բայց մեր միաբանությունը ինչը խնդրում է հիվանդը բուժվում է, չկա այդպես հիվանդ որ ասեմ լծնկի արի, եթե անկեղծա ձեռ դնենք աղոթ կանենք չբժշկվի, բայց Տերը այսպես է հաստատում, բայց ես դեռ մկրտված չեմ ու ամբողջ Հայաստանում մկրտված սուրբ չեմ տեսել, երեսի փայլով։ Կարամ ասեմ հավանական աշխարհի վրա չկա, որտեղ Տերն ասավ, եթե գամ իմ այդ զորավոր հավատքը կգտնեմ երկրի վրա, բայց ես հավատում եմ, եթե Տերը կամենա ժամանակ ունենանք, մեր միջից շատերը պետք է մկրտվեն։ Մեր միջից շատերի հոգևոր ստվերը հազարներին կբուժի։ Մեր միջից շատերը եկեղեցու հզոր սպասավորներ ու հովիվներ եւ եպիսկոպոսներ պիտի ըլլան, եթե Տերը ժամանակ տա, ամեն, որտեղ շատ կարճ է ժամանակը մնաց։ Բայց ես հայտարարում եմ, որ ես հոգով մկրտված չեմ, հոգով ծնվել եմ, հոգով լսվել արդեն չափած դարձել եմ, հինը հանել եմ, սպասում եմ վերի զորությունով զգեստավորվելուն, որի համար ճգնողական կյանք է պետք։
Մեկուսանալ աշխարհի գործերից ու կարճ ժամանակում մնալ գերեզմանոցում, որ վերիզորությունով հարություն առնեմ։ Ամեն շատ պարզ է հասկացողի համար։ Իսկ կրոնավոր անխելքին էսի հիմարությունը։ Իսկ մենք կրոնավորներին չենք խոսում։ Պարզ է, ուր է քու գործը, եղբայր ասում չկա։ Ես մկրտված եմ, բայց չեմ կարող բուժվեմ։ Քասեր ես Հիսուսի մեջ եմ, բայց դիվահար եմ։ Ես Հիսուսի մեջ եմ, մկրտված եմ, բայց շնանում եմ։ Անխելք ուրեմն Հիսուս շնացող է, կամ Հիսուս այդ շնության ոգու վրա իշխանություն չունի, որ դու եկե մտել ես Հիսուսի մեջ, այդ շնության ոգին հետ է։ Դու ասում ես սենյակում խավար չկա, լույս է, բայց մտնում եք լույս չկա։ Քեա թվում թե լույս ես, դու լույսի մեջ ես նստում, որտեղ դու խավարի մեջ այնքան ես նստել, խավարը սատանան քո աչքերին լույսի պես է դարձրել, բայց ում աչքերի իրական բաց է խնդում աղրե, դու հոգեկան շեղում ունես արդեն։ Ամեն նստելա խավարում, չգիտի ուր է գնում, ու մեզ ասում է ես լույսի մեջ եմ թագավորած։ Այսպես է այսօր ավանդավորների վիճակները։ Անցանք առաջ։ Հովանու ավետարան 14-րդ գլուխ 8-ից 15։ Ժողովուրդ Հիսուսը պարզ բացատրում է ով է մկրտվածը։ Պարզ գրած է։ Այն որ ասում է սպիտակ թղթի վրա սև տառերով ընթերցում եմ հիմա։ Փիլիպոս Սավանոր, Տեր հայրը մեզի ցուցուր ու հերիք է մեզի։ Հիսուսը Սավանոր այսքան ժամանակ ես ձեզի հետ եմ ուզիս չճանչցար Փիլիպոս, որ ես հայրն եմ գործերով, զորությունով, սրբությունով։ Ան որ զիս տեսավ, հայրը տեսավ, եւ դու ինչպես կսես, թե հայրը մեզի ցուցուր։ Չես հավատար, թե ես օր մեջն եմ, այն մկրտված մարդը գնում մտնում է հոր մեջ, հայրեր իրա մեջ, նույն անում են, մեկանում են եւ դառնում են հոգեղեն էյակ ամեն։ Եվ պիտի կատարեն այն գործերը, ինչը որ Հիսուսը կատարեց երկրի վրա եւ դեռ ավելին։ Ամեն։ Ամեն, փառավորվի Քրիստոսը։ Հիմա տեսեք, 10-րդից, չես հավատար, թե ես օր մեջն եմ ու հայրը իմ մեջս է։ Այս խոսքերը, որոնք ես ձեզի կխոսիմ, ոչ թե ինքնիր մեզ կխոսիմ, հապա հայրը, որ իմ մեջս բնակած է, անիկա կգործե այս գործերն ինչպես կանասավ նոր բացատրես։ Եթե դու հոր մեջ ես ու հայրը քո մեջ, նշանակում դու հինը հանած Քրիստոս ակած ես։ Հաստվածային մագնիսը Սուրբ Ոգու եկելա քո մեջ, քեզ տարելա մոտիկացելա ասուն, հինը տանելա եւ վերի զորությունով զգեստավորելա, քիչ մատեն նեղություն կրել են յետքը առաջի Պետրոսին 10:11։ Ինքը ձեզ թող կատարյալն է, հաստատե, զորաստե ու հիմնի անոր փառք եւ զորություն հավիտյանս հավիտենից ամեն։ Սա է մկրտությունը։ Հիմա տեսեք, ու այդ ձեր խապեփա հովիվներից փախեք, սիրելի քույրեր եղբայրներ, ինչպես ես փախա ու դառա եկեղեցու հիմնակար Հիսուսով, ինչպես շատ քույրեր եղբայրներ իմ ես պատգամը կլսեն, կասեն փառավորվի Քրիստոս ես եկեղեցու համար, որ գոնե մի փրկության տապան կար, մի Ֆիլադելֆիայի փոքրիկ գունդ, որտեղ կյանքը ստացավ եւ ավելին ստացավ Հիսուսից, ու շատերը ասել են, որ չլարես եկեղեցին մենք մեռած էինք հիմա, գայլի գազանի բաժին դարձած, բայց փառք Քրիստոսին, որ ինքնահոգաց է ձեր բոլորի կարիքները, ոչ թե իմ նման որդուկը, իմը մարելա ուրիշ նահոտ կարևոր է, սկսել եմ սրբության նախանձախնդիր դառնալ եւ լսել Տիրոջ ձայնը, ամեն, ու հետամուտ լինել, ու հալածվել չնահանջել, ես մենակ եմ եղել, իմ կովակիստելի մեջ չի եղել, ինձ նայել չի հասկացել, բայց վերջում, ինչպես Հիսուսի հարազատները չէին հասկնում, գժի տեղ էին դրել, կրոնի մեջ մարդիկ տարիներով ասել են էսի է ճիշտը, հեսօր մեկ էլի ասում է ձեր կրոնը հիմարությունը ճիշտը սուրբ գիգտնա, բա պետք է չընդունեն, Հիսուսին չէին ասում իրա քուրախպերները, հարազատները, որ խենթացել է, բայց նրա բոլոր եղբայրները մեծամասամբ առաքյալներ դառան, ամեն, որտեղ նա չնայեց, թե դև իրաց բերանից ինչ է խոսում, թե դևը Պետրոսի բերանից արգելում է խաչվել, նա ասավ սրանք կույր են, չեն հասկնում, սկսեց բարեխոսել եւ բարեխոսությունն է քո կողակցի, քո հարազատի, քո բարեկամի,
կույր աչքերը բացում, խավարից լույսին ա բերում եւ սատանայի թագավորությունից թլպատելով ինչպես Պողոսներ անում, սա քեզ ուղարկում է մեթանոսների մեջ, որ մարդկանց խավարից լույսին բերես, սատանայի թագավորությունից Աստծո թագավորություն բերես, ամեն։ Բարեխոսությունն է էդի անում, ոչ թե քո սնոտի ջանքերը։ Հիմա ասանք բուն կետին 11-ից 15 ուշադիր լսեք սուտի մկրտվածներ, հոգով չմկրտված, կնքվածներ եք դուք, եւ շատերդ կարող արդեն կնունքնել եք, ուրացել եւ մեռել եք, ծնվել եք, սնունդ չեք ստացել, հավանականա մեռել եք, այդ բդի անելը մկրտություն չի, շատերդ էլ տիրոջ լեզվով չեք խոսում, դևերն են ձեր բերանից խոսում, որը փաստացի տասնյակ անգամ ապացուցվել է, աղոթք եմ արել, պապանձվել է այդ լեզուն, ուրեմն հետևում դևներ թաքնված ամեն, որ էլ չի կարողացել աղոթք կանի, իմ մեջի զորությունը իջել է նրա վրա, դևերը փախել են, էլ լեզուչունի խարաբել է, փչացավ, ամեն, հասկացաք եմ, որ են ռուշկա քաշելով եք ստացել, գանք խոդի սկսին լեզուներ խոսել, ըտես բան չկա, գավ խոդի, ստարտերը վերցեց, սա գժությունը, ասենց առաքյալները Սուրբ Հոգի չեն ստացել, պարքեր չեն ստացել, գնացեք, այդ ռուշկա քաշելով ով Սուրբ Հոգի է ստացել, 100% համոզվեք, որ դա Սուրբ Հոգի չէ, սուտ ոգի է շատերիդ վրայի չէ։ Հետի փաստացի ապացուցել եմ մի քանի աղանդավորներ, որ եկել են մոտս աղոթել եմ լեզուները քարկապանգ է, էլ չեն կարծել խոսեն։ Ու գնացել են զղջացել են, որ այդքան տարի սուտ են, ասել ես հոգով մկրտված եմ, բայց տան մեջ կեսուրին կխեղդի։ Հոգով մկրտված եմ, բայց մարդուն կծեցի, մեր կքրֆի։ Ասում եմ ինչ ես արել, ասում եմ ամաչում եմ ասել։ Ասում եմ ինչ ես արել, աղանդավոր է, ընդիցել եկել է։ Ասում եմ ամուսնուս մեր եմ քրֆե։ Ես չեմ մկրտված սուրբ։ Բե այդ տեսակ մարդկանց Տերը բուժի, այդ տեսակ մարդիկ Քրիստոսի մեջն է։ Հավատացեք ինձի, թե ես որ մեջն եմ 11-ից ընթերցում եմ Հովանու 14-11։ Հավատեցեք ինձի, թե ես որ մեջն եմ ու հայրի մեջս։ Ապա թե ոչ, գոնե գործերու համար ինձի հավատացեք, ամեն, եթե անունի համար չեք հավատում, գոնե գործերս տեսեք, թո ընձի ասեն հոգով մկրտված չեմ, խոսքի մկրտվելուց հետո, որ երեսս լուսափայլ փայլի այլակերպության լեռան Հիսուսի երեսի նման կամ Ստեփանոսի երեսի նման, թո ասեն ինքը մկրտված չէ, դի սատանայի փայլն է, բայց իմ գործերը կասեն, որ էդի մկրտության գործերն է, ամեն, էդի մկրտված սրբի գործերն է, այսի այմի դուք ասում եք հոգով մկրտված եմ, բայց գործ չունեք, բայց Հիսուսը հոգով մկրտված էր, գործ ուներ, ասում են դիվահար ես դու, տեսեք, որ ոչ թե խոսքն է կարևոր, հապա գործը, ամեն, սիրելի Քրիստոսի քարոզիչներ, ոչ թե Քրիստոսը քարոզեք, կյանքով ցույց տվեք էդի քարոզի ձվերը, ամեն, քո Քրիստոսի քարոզը դարձի չի բերի, եթե կյանքը չապրես, բայց որ կյանքը ապրես չքարոզես, քո կենթանի ապրած կյանքը քարոզից վեր է, ամեն, հիմա տեսեք, հավատացեք ինձի, թե ես որ մեջն եմ ու հայրի մեջս է, ապա թե ոչ գոնե գործերու համար ինձի հավատացեք, ճշմարիտ կսեմ ձեզի, ան որ ինձի կհավատա ու կմկրտվեսի մկրտության մասին է խոսում։ Այն գործերը, որոնք ես կգործեմ, թե ոչ Եթանոսն էլ է հավատում Հիսուսին, բնչին են գործերը չանում։ Ուրեմն սա հավատալով, հինը հանելու ու Քրիստոս հագնելու մասին է, ամեն, որտեղ մկրտության ավետարանն է, չէ՞, Հիսուս Քրիստոսի Հովանու ավետարանը։ Ան որ ինձի կհավատա այն գործերը, որոնք ես կգործեմ, ինքնալ պիտի գործե ու անոնցմե ավելի մեծ գործեր պիտի գործե, վասնզի ես հորքովը կերթամ, ամեն, իշկանա, ինքն էլ պիտի գործա իմ կատարածը Հիսուսն ասում, ու ինքնալ պիտի գործե ու ատոնցմե իմ կատարածից ավելի մեծ գործեր պիտի գործե, ինչի համար, վասնզի ես հորքովը կերթամ, իմ անունովս ինչ որ խնդրեք, պիտի կատարեմ զանիկա, արողը Տերն է, քո բերանից խնդրողը Տերն է, վերևից զորությունը ուղարկողը Տերն է, որտեղ քո մեջ եղածը Տիրոջ հոգին է, ամեն, եւ ուղիղ կապ ունի հոր եւ որդու հետ, որտեղ հայրը որդու մեջն է, որդին օրը մեջն է, Սուրբ Հոգին երկուսի մեջն են, նրանք մեկ են,
Հայր, որդի եւ Սուրբ Օքի մեկ են եւ ունեն մեկ շունչ, մի մտածմունք, մի զորություն, մի սրբություն, ամեն։ Բայց մարդկության փրկության համար են բաժանվել 3 հավասարազոր անձեր դառը, որի մասին մենք ունենք պատգամ կարակ լսեք երրորդության թեմերով։ Եթե իմ անունովս բան մխնդրեք, զանիկա պիտի կատարեմ, ուրեմն տեսնում եք, որ Հիսուսը հենց հայրն է։ Եթե զիս սիրեք, ինչ ասում մկրտվելուց հետո, որտեղ մկրտվելուց հետո ինքը արդեն գային նստած է որպես հայր։ Ընդ ის պետք է լսի ու կատարի, Սուրբ Օքին պետք է խնդրի քո բերանով։ Ուղիղ կապի մեջ է Հիսուսի եւ հոր հետ, եւ Հիսուսը պետք է պատասխանի, որտեղ ինչ որ խնդրենք Տեր Հիսուսի անունով ենք խնդրելու, ամեն։ Ուրեմն զանիկը, եթե իմ անունովս բան մխնդրեք, զանիկա պիտի կատարեմ, եթե զիս սիրեք ուշադիր իմ պատվիրանքները պահեք, որտեղ եթե դու իր պատվիրանքները չպահես, հինը չես անի։ Եթե հինը չանես, Քրիստոս չես ակտի, չես մկրտվի։ Իսկ եթե չմկրտվես, քո աղոթները չի լսվի Տիրոջ կողմից։ Կավա դևը լսա մեր կուսուտ բանանա, պարքև տակե։ Դևը լսի մի քանի սուտ աղոթներիդ պատասխանի, դու խապվես։ Ես ասում եմ այն բանը, որ բերանիցը թելացը կատարի Տեր, ամեն։ Եղանակները փոխի։ Հիշում եք Գյացի Գերմանիա ընդ է սկսեց ալել։ Ասում են հարի մեն, ընկերս ասում են վարդեցում ես կարունա կալում, հարիսը գոնեստան էլ թոտ օգնա։ Հիշեք ամսիքանսին է միջեստե։ Հունվարի 31-ին։ Ու հավատում եմ, որ գամ աղոտ կանեմ, Եղայի Աստված նույն Աստվածն է, պետք է ստենել գարուն բերի։ Բերես թե չէ, սկսեց նստել։ Ու ես հավատում եմ, որ պիտի տակ եղանակներ պարգևի, որ մեր լումաները չտանք պետության, ապա Տիրոջ գործը զարգացնենք, ամեն։ Դու չկա մի բար, որ խնդրես ասուս, Տերը չտա, բայց ես էլ մկրտված սուրբ չեմ։ Ես որ մկրտված լինեմ, պիտի ասեմ ամպեր բացվեք եւ արև գա, մարախուղը չքվի Երևանից։ Ու վարքյանական պետք է լինի, այդի մկրտված սուրբն է։ Բայց մի խնդրում ենք, եղանակը փոփոխվում, ամեն։ Դու տեսնում եք տարբերությունը։ Սուրբ Օքինի մեջ ես գնացած մտած Սուրբ Օքու մեջ։ Միլիոնապատիկ տարբեր զորություն, հասկացաք մկրտությունն ինչ է։ Հիմա հաջորդը գործ կառաքելոցում շատ տեղեր կա, ժողովուրդ կանամատան կմեն ընթերցեն, բայց դա իական նետի չէ, թե մի համարին էլ հավատակ, մի համարը չի կարա հակասի մյուս համարին։ Հիմա տեսեք նշանները, երորդի 1-ից 10 եմ ընթերցում, բայց 10-ի 38-ն ինչ ասում է։ Հիսուս, որ Նազարեթեն էր, հիմա տեսեք դու այս զորությունն օծությունն ունեք, գործ կառաքելոց 38, Հիսուս, որ Նազարեթեն էր, որ Աստված օծեց Սուրբ Օքով, իմի Սուրբ Օքին շատերը տունեք, բայց զորության մկրտությունը չունեք, դուք մնացեք Երուսաղեմում մինչև վերի զորությունով կզգեստավորվեք, սա է մկրտությունը։ Երբ հարց տվեցին, նասավ երբ վերից զորություն առնեք, իմ առաքյալները կլինեք, չէ հես առաջի գլուխ։ Հարց տվին, բայց Սուրբ Օքին ձեր վրա եկած ատենը զորություն պիտի առնեք։ Ունեին Սուրբ Օքին ամեն, օծված էին առաջի օծությամբ, կնքված էին, բայց մկրտված չէին։ Բայց Սուրբ Օքին ձեր վրա եկած ատենը զորություն պիտի առնեք, ամենակարևորը, եւ ինձի համար վկաներ պիտի լակ Երուսաղեմի մեջ եւ բոլոր Հրեաստանի Սամարիայի մեջ ու մինչեւ երկրի ծայրերը, ինչ անելով, հրաշք բժշկություններ անելով էին եկեղեցիներն ինում, ամեն։ Բայց ինչի՞ սորա հովիվները չեն անում, որտեղ զորությունից զրկված են, որովհետև հոգով մկրտված չեն, որտեղ ծնվել են, կնքվել են, նորից մեռել են շատերը։ Շատ բազմապիսի կարանք բացատրենք։ Հիմա տեսեք, Հիսուս, որ Նազարեթեն էր, Աստված օծեց Սուրբ Օքով եւ զորությունով, որ պտտեցավ բարիքներ ընելով եւ սատանային բոլոր տանջվածները բժշկելով, քանզի Աստված իրեն հետ։ Հիմա ես Հայաստանից եմ խոսում։ Եթե սուտ եմ խոսում, թող Աստված զարկի ինձ։ Հայաստանի մեջ մեկ Սուրբ Օքով ծնված, կատարյալ դարձած եւ վերի զորությունով ծնվելը կա, կատարելությանը մոտիկացողները կան, բայց վերի զորությունով զգեստավորված լուսափայլ Սուրբ չկա։ Ուրեմն մկրտված Սուրբ չկա, դրա համար չի քայլում այն նշանները, ինչը քայլեր են առաքյալների հետ։ Ամեն։ Որներ հեսուրա լրատվականները կտարածեին։
Հիմա դրան տարեկողնացրել էին հրապարակում, սա հիվանդները լսված էին նրա դեմը։ Ես ասենց եմ հասկանում, հեսա կարդամ կտեսնեք Պետրոսի օրերին տենց էր մկրտվելուց հետո։ Բա ինչու Պետրոսը դի չէր անում նախքան Պենտեկոստե, որտեղ հələ ես ասեր էր։ Հələ թավեմ դրա Ադամը գործում էր, ես բոլորը կուրանամ, բայց ես քավլիցի, թաղեմ եսիկը տասավ, հեսոր դեր հավը երկու անգամ չխոսացած, դու 3 անգամ ես ընձի ուրանալու անիծելու, բայց երբ ճանաչեց, զղջաց ու Պենտեկոստեի օրը հական առաքյալները վերի զորությունով զգեստավորվան, նրանց տվերներն էին բժշկում հազարներին, չբժշկված մարդ համարյա չկար, մենակ ովքեր չեր ավատում նրա համար չէին բանանում ու Հիսուսը ասում է եւ այնտեղ չկարողացավ շատ հրաշքներ գործել նրանց անհավատության պատճառով, դա Հիսուսը, ելուր մնաց մենք եւ առաքյալներ, ամեն, հիմա տեսեք ընթերցում եմ, օրը Պետրոս ու Հովանես 5-րդ ժամուն աղոթքի ատենը մեկտեղ տաճար գնացին։ Հոն իր մոր որովայնին կաղծնած մարդ մը կբերեին ու ամեն օր տաճարին գեղեցիկ կոչված դրանը քովը կդնեին, որպեսզի տաճար մտնողներեն ողորմություն խնդրեր։ Սրանք ողորմությանը մարեին, բիզնես էր սա կարամ ասեմ կայապաների մարդն էր, կթի կովը կոպիտ ասած, էլի որ եկամուտ էր բերում, բայց նրան առողջության գնով նրանք հարստանում էին։ Բայց տեսեք ինչ արավ, Պետրոսը կդրեց այդ աղբյուրը եւ նրան առողջություն տերովը շնորհեց, դրա համար գժվան, դիվահարվան, դևը գազազեց, ես ինչ ես անում, հեչել բուժվել այդ կողը, թո մնար մեր եկամտի աղբյուր, ոչինչ թո կաղ մնար, այսօրվա դիվահարովիվներն ասում են թո հիվանդ մնա, բայց մեր մեջ մնա, որ մենք նրա հաշվին փողերը ստանանք մասոն պապաներից, պղծված Ռոմի պապից, էկումենիկ շարժման մեջ գրանցվելուց, մեզ քանակապետ եւ ոչ թե որակու բժշկություն, հասկացավ, թո մնա մեր մեջ, թո մեռնի մեր մեջ, ոչ թե գատե բժշկվի եւ մեր եկամտի աղբյուրը կտրվի, հասկացաք, ինչի համար են պայքարում աղանդավոր վարձկանովիվները։ Մենք պայքարում ենք, որ դուք ստանաք հոգու մարմնի առողջություն ու փրկություն, նրանք պայքարում են, որ դուք ինվալիդ մնաք ընդ որպես գլխականակ, թեկուս անառակ պիղծ հիվանդ դիվահար, որ ձեր հաշվին մասոն պապաներից փողերը ստանան, փողերի լվացում կատարեն, ձեր անունների քանակն է պետք իրենց, ոչ թե դուք, դրա համար բարձի թողիա, դրա համար չկա հասարակած հավատք, դրա համար ովիվը ոչ մի գարիստ նորմալ տեղյակ չի, կերավ, սոված մնաց, մերկա, տկլորա, հիվանդա թե բժշկված, ամեն, սա է պատճառը, ան Պետրոսը, այն տեսեք նույն բանն է, այն տեսնելով Պետրոսը, եւ Հովանեսը, որ տաճար մտնելու վրա էին, կաղաչեր, որ ողորմություն տա, Էդ էր հետաքրքրում, ընդունել հավատքը պետք չէր, որտեղ ատենց էին զոմբիացրել բաները, քահանաները, դու ասենց ես ոսում պետք, դու ասես մնա, դու լավ դախոտ բեր գրպանները թող, լսվի, դու շատ վարձք ունենաս, բայց որ սա դիվահարա ինչ վարձք, նախ հոգով մարմնով բժշկվի, նախ սրբացի, նոր ողորմություն անելով վարձքեր դիզի, տեսեք Պետրոսը ճիշտ արավ, հոգով սրբացրեց ու բժշկեց, նոր դրանից հետո իշքան ողորմություն կաներ, բայց երիսի քահանային ողորմություն կտեր, չէ, արդեն գգեր Պետրոսի ոտքերի տակ կնստեր, որտեղից ուտում էր ընդին էլ կողներ, ամեն, որտեղ հաց, ընդեղ կաց, եւ այդտենց էլ է լավ, իսկ Պետրոսը Հովանեսի հետ մեկտեղ, անոր նայեցավ ու սավ, մեզի նայի, անալ դեպի անոս դարձավ ու կհուսար թե անոս մե բանը պիտի առնե, Պետրոսը սավ, տեսեք, իշքան աղքատ էր Պետրոսը, սեփական հարստություն չուներ, նես չէ Պետրոսի ձեռը կորճ էր, նրա ոտքերի տակ միլիոն կար դրած, բայց իր սեփական հաճույքների, նպատակների համար ծախսելու իրավունք չուներ։ Պետրոսը սավ, արծաթ ու ոսկի չունեմ, հապա ինչ որ ունեմ, զայն քեզի կուտամ, նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունով ելիր ու քալե։ Անոր այս ձեռքը բռնեց ու վերցուց զանիկա եւ իսկույն անոր ոտքի թաթերն ու կոճերը զորացան վերջ, էլ չեմ խորանում ժամանակի սղության պատճառով եւ այս կաղը սկսեց վազել
Պետրոսի եւ Հովանեսի հետևից եւ սկսեցան փարիսեցիները խառնվել իրար, ինչի՞։ Վատ բան կատարվավ։ Իրանց տաճարի հիվանդը բուժվավ։ Ուրեմն սա իրանցը չէր հետաքրքրում, ինչպես հիշում եք, այն կախարդից, որ ոգին դուրս եկավ գործկարակելոս 16-17 լիշեք։ Ինչ արեցին Պողոսին։ Տարան բռին շիղայը ծեծեցին, որտեղ նրանց եկամտի աղբյուրը կորավ, նրանք հեթանոս մարդիկ էին, տեսեք նույն վարձկան հովիվներն ու փարիսեցիները հեթանոսներից մի տոկոս տարբերություն չունեն։ Եղավ։ Մենակ իրենց հավատացյալ անունն է իրենց տարբերությունը։ Նրանց եկամտի աղբյուրը կտրվավ, բայց հիվանդը բժշկվավ, գերությունից ազատագրվավ, պարիսպները Երիքովի քանդվեցան եւ Իսրայելի Աստվածը փառավորվավ։ Դա նրանց ուրախություն չէր բերում։ Ինչն էր միայն նրանց ուրախությունը։ Եկամուտ, մամոնա, փող, փոր, փառք։ Այն հովիվը, որ փողի փառքի վրա իշխանություն չունի, շփվում եք ու տեսնում եք ինքը դուս կառավարվում է պաշտամունքա ուտելը, պաշտամունքա փողը, պաշտամունքա փառքն ու իր եսիկը փախեք նրանից։ Մազոլը տրորում ես վիշապն լնում է դամբարանից։ Փախի գնա անոնց մեջ, անոնց հետ, որոնք հոգիով ու ճշմարտությունով Աստված կպաշտեն։ Հիմա տեսեք 5-րդ գլխի կատարած գործերը, ով մկրտված հոգի, բա ինչու քո միջինը չի անում, եթե նույնն է նա բոլոր դարերում։ Իսկ կարող է կրոնի ոգին Սուրբ Հոգու տեղնիկ է։ Իսկ կարող է քեզ խաբել են, որ դու մկրտված ես, բայց իրականից խաբված ես։ Քննի դու քո դիագնոզը կզանգես, կասես ինձի։ Առաքյալներին ձեռքով շատ նշաններ ուրաշներ կլային ժողովրդի մեջ, մկրտվելուց հետո Պենտեկոստեի 2-րդ գլխից։ Նաև տեսեք 4-րդ գլխում Սուրբ Հոգով լեցվեցան եւ Աստծո խոսքը համարձակ կխոսեին, ամեն։ Ստենել մարդիկ մկրտվեցան եւ վերի զորությունով զգեստավորան, որտեղ նրանք զորությունից զորություն էին գնում, մինչեւ Քրիստոսի նման ասակի չափ ունենային, ամեն։ Առաքյալներուն ձեռքով շատ նշաններ ուրաշներ կլային ժողովրդին մեջ։ Տեսեք իսկական մկրտողները ինչ են արել։ Եվ ամենքը միաբանությամբ Սողոմոնի սրահի մեջ էին։ Որևէ մեկը չէր համարձակվել անոնց արիլ, թեև ժողովուրդը կմեծարեր զանոնք, որտեղ ժողովրդի մեջ հրաշքներ էր կատարվում։ Տիրոջ հավատացողներն ավելի կշատանային այրեր եւ կիներ բազմությամբ, այնպես որ հիվանդները հրապարակները կդնեին եւ պատգարակներով ու մայիջներով կդնեին, որպեսզի Պետրոսի անցնելու ատենը գոնե անոր շուքը անոնց մեկու վրային աստվերն էր բուժում ժողովուրդ, բայց այսօր դեն 7-3-ով ամեն 3-ը 2 ձեռա դնում, բայց հիվանդը ավելի է դիվարվում, չի բուժվում։ Բայց Պետրոսը հակամա ասում էր հիվանդները բժշկվում էին, որտեղ էլ Պետրոսը չկար, այն սուրբ շուքն էր դառը, ամեն, Քրիստոսն էր ամեն բանի մեջ։ Շրջակա քաղաքներեն բազմությունը Երուսաղեմ կժողվեր, հիվանդներ եւ պիղծ ոգիները նեղություն կրողները բերելով, որոնք ամենքն բժշկվում էին, ամենքը, բայց ձեր մոտ ամենքը դիվահարեն ու չեն բուժվում։ Ուրեմն մկրտված մարդ չկա ձեր մեջ, Հիսուս Քրիստոսի անունով պաշտոնապես հայտարարում եմ, Հայաստանյաց եկեղեցու ոչ մի մեր եկեղեցում էլ չկա, բայց մեր եկեղեցում կան լեցված կատարելության հասած մկրտությանը սպասողներ, իսկ նրանք, որ արդեն ասում են մկրտված են, էլ նրանք չեն սպասի այդ վերի զորության, ամեն, չկա մկրտված հոգի, չկա Քրիստոսը ակած հոգի, բայց կան ծնված մեռած դիվահարներ, ծնվել են ու չեն դարձել հասուն, մեռել են ճանապարհին, ոմանք հոգևոր ավտովթարից, ոմանք թույնվելուց, ոմանք կեղծ կրոնից, վերջը, չկա Հայաստանյաց որևէ մի եկեղեցում մկրտված սուրբ, ինչպես Նարեկացիներ, Գրիգոր Լուսավորիչներ, Հոհան Ոսկեբերաններ, Գրիգոր Սքանչելագործներ, ամեն, որը գրված է վար սրբոցում։ Նարեկացին, Տաթևացին, սրանք մոռացել են այս սրբերին եւ նրանց գործերը։ Թող զանգեն, ես Սուրբ գրքով ապացուցեմ կամ ես քարոզը իրենց երիքա։ Եվ հիշեք, վերջինը կարդամ, դե Գործկարակելոս 10:38 կարդացի, 19 Պողոս առաքյալի գործերը, որ հեթանոսած առաքյալ էր,
Ինչեր էր կատարում, դե 16-ում կարամ կարդամ, պետք չի։ Ես խոսում եմ ընդամենը մի քանի բաներ, որ հոգնեցուցիչ չլինի, դուք գնացեք, բացեք Սուրբ Գիրքը, մտածեք ու մտորեք, չեք կարում ասեք մենք հանած համարներն ունենք, սա ղրգենք ընթերցեք, տեսեք, որ դուք մոլորված եք։ Տեսեք, որ դուք շեղվել եք ճշմարիտ ճանապարհից ու դժոխք եք գնում, որ ճանապարհ կա քո առաջին ուղիղա թվում, բայց դրա վերջը մահվան դժոխքի ճանապարհը, սա աղանդավորների ճանապարհն է, քրիստոնյա աղանդավորների, որոնք իրենց փրկված են համարում, բայց կորած են։ Սկիվայի որդիները։ Եվ Աստված նշանավոր երաշտեր, նշանավոր, զարմանալին է, էլի երաշտ, նշանավոր, զարմանալաշտների երաշտ։ Դու հասկանում եք ինչ էր, սա մկրտված սրբի գործերն էր։ Եվ Աստված նշանավոր երաշտեր կներ Պողոսին ձեռքով։ Սա մկրտվածներն էին։ Այնպես որ անոր մարմնեն թաշկինակներ ու գոգնոցներ կտանեին հիվանդներուն եւ անոնք կբժշկվեին, հասկանում ես։ Մեր պատվիրանները տարած կարծացած բժշկված, մեր բժշկության քարոզները լսել են բժշկվել են, բայց սա էնոտությունը չէ։ Առանց որևիցե բանի թաշկինակը գցես բժշկվի։ Սա մկրտության նշանն է եւ չի կարա իմ այդ քայլի, որտեվ հասակ կա ժողովուրդ։ Այս նշանները կարող է հենց ինձի տա մկրտվեմ, ես քալի գնամ, չէ՞ հասնեմ հաղթություն։ Մկրտությունից հետո 2 տարի հետո կործանվեմ ու ես դժոխք գնամ։ Դրա համար ես Տիրոջն ասում եմ շուտ չտաս ինձի, իմ հասակը կայունացրա, նոր հագցրա զորությունը որ դիմանամ։ Ինչպես գիրքն ասում անձի շատ փող միտ ու կկործանվեմ, ամեն չափավոր փողը։ Թե փողը, թե փառքը, թե զորությունը չափից ավել եղավ կկործանվես, արդեն քո մար երկրորդ Քրիստոս չկա, որ գա ու խաչվես, մահացու մեղ կգործես դու։ Փորդ, փողդ ու փառքդ սիրելով եւ կգնաս ու գեհենի զավակ կդառնաս։ Դրա համար Տերը գիտի, բայց սրանք որ բոլորն ասում են մենք մկրտվածներ ենք, որ մի հատ լեզուներ են, ճուճու են կանչում, տատա են կանչում, պապա են կանչում, գիտում են թե մկրտված են։ Ես ունեմ լեզուների պարգևը, չմտածեք դեմ եմ։ Ես խոսում եմ բացայտ, բոլորդ լսել եք, բայց ես աղոթում եմ հիվանդների վրա եւ չեմ բժշկվում եւ թաքուն մեղքեր ունեն։ Ես այդ աղոթներով հայտնություն եմ առես, շեղումները, վարդապետական գրքերն եմ գրել, բայց երբեք եկեղեցու մեջ եթե չունեմ թարգմանության պարգև չեմ խժում եւ շատերը չեն դիվարվում այդ ձայնից։ Ամեն։ Գերված է, եթե դու թարգմանության պարգև չունես, այլ դալտոնիկ, բարձր ձայնով մի աղոթա, կարող է պարզ գրուկ չի։ Ցույց տամ, որ ես վերուսորությունով ոցվել եմ, չկա։ Կամ լալում են, կամ խժում են, որ տանիքը դղրդա։ Չկա Սուրբ Հոգու զորություն, ինչքան կուզեք լացեք, ղժացեք։ Սուրբ Հոգու զորությունն է, որ հրճակում ենք Տիրոջ անունը, հիվանդից ցավն հեռանում, առանց ղժալու։ Մատ Հիսուսի անունը կանչում ենք, հիվանդ բուժում, լնում գնում է տուն։ Բայց ասում ենք իր մեղքը։ Ոչ թե փափուկ բարձ ենք դնում իր գլխի տակ։ Այնպես որ անոր մարմնեն թաշկինակներ ու գոգնոցներ կտանեին հիվանդներուն եւ անոնք կբժշկվեին։ Եվ չար ոգիները կհեռանային, կելնեին, բայց աստանդական հրյաները տեսեք այս սրաս նման են։ Մեկ քանիները, որոնք երթմեցուցիչ էին, ես ասեր երթվի, որ ես բանն ես անելու, երթվի, որ մեղ չես գործելու, երթվի, որ չես բարկանալու, բայց ես ավելի շատ կբարկանամ, երբ ասեմ ես չեմ բարկանա, ես չեմ պղծվի, ես չեմ շնանա, հաջորդ օրը կտեսնես որտեղ եմ հայտնվել Դավիթի նման։ Երթմեցուցիչը դա անձի ապավինողներ էին, անձի ուժով քարոզողներ էին, ամեն, հանդգնեցան Տեր Հիսուսի անունը կանչել անոնց վրա, որոնք չար ոգիներ ունեին ու կսեին։ Ուշադիր նրան այնքան մեծ գործեր էր կատարել Պողոսի միջոցով Տերը, որ նրանք շվարած էին ու Պողոսի քարոզած Հիսուսի անունն էին տալում, չճանաչելով այդ Հիսուսին գիտեին էլ երաշտ կկատարվի։ Բայց ինչ կատարավ, տեսեք, հենց հիմա աղանդների մեջ էսա կատարում, դրա համար եմ ես ընդգրկել։ Կատարվում այնի, որ աղոթում են, որ դիվարը բուժվի, դևը իրանք են դիվահարվում։ Դևը նրա միջից ելնում մտնում է աղոթողի մեջ։ Պատկերացնում եք, քասալ իրանք դևերի մար են աշխատում։ Եվ դևը հելավ, սրանցի շատերը վախեցան դիվահարվան հիմա, ամեն։ Ու տենց է շատ հովիվներ կան, որ դիվահար վախի մեջ բռնվուկ են։ Ինչպես սավուղն էր, չէ՞ սոսկումի մեջ, որ Դավիթը քնարը նվագում էր, ինչ էր կատարվում։ Դավիթի միջի Սուրբ Հոգին իջնում էր, սավուղից դևը հեռանում էր, եւ սավուղը լավանում էր։
բայց նա Դավիթի թագավորն էր։ Այսօր իրանց խմբերում կան Տիրոջ անկեղծ սիրողներ, որ կար ժամանակից իրաց կողքը չեն մնալու, մեկ քիչ որ հոգևոր աչքերը բացվի։ Թողնելու են փախնեն եւ ճշմարիտ եկեղեցի գտնեն։ Ու ով փնտրում է գտնում է, շատ է սկսվել գալը աղաններից ու տարբեր աղաններից։ Հիմա տեսեք չար ոգին պատասխանեց, հիմի հարց, մկրտված սրբին չար ոգին ճանաչում է։ Եվ նա ասում է իրավունք ունի իր անունին վրեն կանչա, բա դու ով եք իմ դեսպաններ։ Դու ելերեք իմ դեմ, իմ ծնած գառնուկներ, դևը ճանաչում էր որպես իրեն հարազատ Սկիվաքահանայի որդիներին, բայց Հիսուսին ու Պողոսին, այդ պիղծերին չեմ ուզում տենամ։ Հիմա տեսեք, չար ոգին պատասխանեց անոնց, Հիսուսը ճաշնամ Պողոսին գիտեմ, որ մեր թշնամին է, բայց դու ով ես, այ ոչինչ, դու իմ գրուպայից ելեր ես իմ դեմ, քո կրոնավոր եկեղեցին սա ղեկավարը ես եմ, իմ դեմ ես ելը դիմի պես սևը տոմ քո խախտման համար, և ինչ կատարավ, ուշադիր, այն մարդը, որուն երսիդին է չար ոգին, անոնց վրա ցատկելով, բռնեց զանոնք և տապալեց, այնպես որ տունեն մերկ ու վիավորված դուրս փախան, ստոնք էլ դիվահարվան, վախի ոգով բռնվան, չէ, վախեցան ու փախան, եկել էին դևանել ու դիվահարվան։ Այսօր հովիվները իրանք գիտեն, որ հոգու վրա աղոտ կանեն կդիվահարվի հոգին, դրա համար չեն աղոթում, բայց կամ հիվանդություն, քաղցկեղը լինի, շաքարը լինի, ինչ լինի, որ ասեմ չի բուժվի։ Ասել եմ մեղք ունես, արի քննենք, աղոթենք, ազատագրվես, ամեն, բայց լա դեռ ես մկրտված չեմ։ Բայց որ մկրտվեմ, այս նշանները որ կա, դրանից ավելին պետք է քայլի իմ հետ, ամեն, որտեղ վերջին օրերն են, ինչքան շատ հոգիներ գան փարախ, այնքան շատ կբժշկվեն, շատ կապաշխարեն և հափշտակվողների թիվը կշատանա Ֆիլադելֆիայի գնդում, ամեն։ Կանգնենք աղոթքի, խնդրենք, որ Տերը բացի այս քարոզներով բոլոր այս կասկածամիտ աղանդավորներից գալացողների մտքերը, որ հասկնան իրանք խաբել են, իրանցը խաբել են, իսկ եթե խաբել են, ով է իրաց մեջ բնակվում, ստության ոգին, արդեն իրանց աչքերը կբացվի, երբ գանել այս շեղումները լսեն, վարդապետական գիրք ընթերցեն, արդեն կտեսնեն, որ իրանք մոլորված էին ինչպես ժամանակին ես, դուք բոլորը, բոլորս մեր գնացած եկեղեցին ամենաճիշտ ենք համարը, ճիշտ է, իմ աչքերը, որ չբացեր Տերը, մեկը ասիր հովիվդ վարսկանա կտպեի, ինչպես մեկը ասեցի քո անունդը չեմ տալու, մսկի պետք չի, ասի քո եպիսկոպոսն ու երեցը դիվահարեն շեղված, հրասավ չեմ նայի, որ վաղնձի ավակ սարկավագեն օծում, կսխկեմ քեզի, նորից ասի դիվահարեն և բաստերով կապացեմ, ու ինչ ասում, ասում է, այս մարդ եկե պարապած մեզի ափերից ուզում է հանին, մի հատ եղբայր ունենք, Ռումեն անունը, ասավապեր, որ ինքը պարապած է քեզ ափերից հանի, բա դու սարկավագ ես սա շուտով օծվում, դու էլ պարապի խաղաղ մնա, ընդունա գիժա խոսում է, չեմ կարում ախար կուրքերինի կպե, դիվարը, ով էտ ասում եմ դիվարը, բա հիվանդ, շաքարախ, թրակ, կարող է Քրիստոսը հարա, բա դիվահարա, որ էտ ռագն ու շաքարախտ ու գանգրենան վեկալեր ավզին, բա ես ինչ չունեմ էտի, չեմ էլ ունենա, իմ Տերը չի թողի, որտեղ ես քանի գնում ավելի եմ իրան մոտիկանում և սրբանում, ամեն, ու իրան նման առողջ պիտի լինեմ հոգով և մարմնով, ես այդպես գիտեմ Աստվածաշունչը, որ բարի հովիվը բուն Հիսուսի նմանը պիտի ըլլա, անորպես հագնի, անորպես խոսի, քայլի ու գործի, ամեն, աղոթենք, սքանչելի ու պաշտելի Հայր, ամենակարող Հիսուս Քրիստոս, շնորհակալ ենք քեզանից, որ մեր խորացից խնդրածից ավելին ես անում, շնորհակալ ենք, որ բացում ես այս խորհուրդները անարժան ոչիշներից, որ մենք էլ փոխանցենք քո գառնուկներին, ողորմությունը տարատեր, բաց քո գառնուկների մտքերը, ովքեր քո անարատ ջրին են ծարավում, ովքեր քեզ մեն սովորում, նրանք կլսեն այս պատգամի ձայնը ու կելնեն կգան փարախ, դեպի Ֆիլադելֆիայի գունդ, ճշմարիտ սնունդը ստանալով, կսրբանան և կարժանանան հափշտակությանը, փառք քեզի սքանչելի Հայր, փառք քեզի գովելի Տեր, շնորհակալ ենք այս գանձերը մեզ փոխանցելու համար, այս սուտակներն ու մարգարիտները, որ ջրի տակից ենք հանել ու բաժանում ենք ժողովրդին, շնորհակալ եմ դրա համար ամենակարող Հիսուս Քրիստոս,
Օրտե մնացած ժամերն ու վայրկյանները փառավորվիր ու մեծարվիր հայրավիտենության որդուդ Հիսուսի անունով։ Ամեն։